Поэтому не помочь, каждому видению наставляет тень от нашей любви. Սուրբ Սարգսի տոնը նշելու անհրաժեշտությամբ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել էր իր բնույթի մեջ ինքնատիպ եւ յուրօրինակ միջոցառում, մեկ գաղափարի շուրջ համախմբելով ուսանողական եւ դասախոսական անձնակազմին։ Սիրո թեման անսպառ է, որի մասին կարելի է խոսել անդադար, գովերքել, փառաբանել, նրանով չափել աշխարհը եւ կրկին անգամ համոզվել, որ սերն անհամեմատ մեծ եւ զորեղ է ամենից։ Եվ երանի տալ նրան, ով գեթ մեկ անգամ իր կյանքում բացահայտել է սիրո ֆենոմենը եւ սիրել ողջ սրտով։ Ահա այսպիսի սրտաբուխ խոսքերով հաղորդավարները ողջունեցին ներկաներին, մաղթելով փոխադարձ եւ անսպառ սեր։ Յուրօրինակ էր նաեւ միջոցառման խորագիրը՝ սրտի երջանիկ րոպեներ։ Մեզ մոտ այդքան տարածված չի եղել, բայց այսօր ես շատ ուրախ եմ, որ ուսանողը կարողանում է անկաշկատ իր սիրելու կարողությունը, իր սիրելու ցանկությունը, իր ուրախությունը ուրեմն արտահայտել, եւ դրա վկայություն է եղել դահլիճի մթնոլորտը։ Այսա նոր է ձևավորվում։ Կցանկանայի, որ ուսանողը միշտ ազատ լինի եւ ուսանողը կարողանա բոլոր տոները ըստարժանվույն եւ գնահատել եւ տոնել։ Ասում են մարդ ինքնին մի մեծ կամ փոքր մոլորակ է։ Սերն այդ մոլորակի մագնիսական դաշտն ու ձգողության օրենքը։ Միաժամանակ նրա միակ առանցքն ու երկու բևեռը, կեսարար հեղուկը, կյանքին ռոմանտիզմ ու երջանկություն տվող միակ դեղամիջոցը։ Եվ որպեսզի այս խոսքերը չմատնվեն անտարբերության եւ լռության, միջոցառման մասնակիցները պատին ծրար են փակցրել, որպեսզի ուսանողները համարձակորեն իրենց սիրո րոպեները անմահացնեն ձեռագրի տեսքով եւ գցեն ծրարի մեջ։ Այնուհետեւ նամակները բեմից ընթերցվեցին եւ գտան իրենց հասցեատերերին։ Անդրադառնալ այդ բացիկներին անանուն հատկապես ուզում էի խնդրել ու հորդորել, որ նրանց հեղինակները անպայման ի հայտ գան, որովհետև շատ հետաքրքիր մտքեր կային այդտեղ արտահայտված։ Այսօր մենք նշում ենք, տոնում ենք այստեղ Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգիսը մենք գիտենք, որ երիտասարդների հովանավոր սուրբն է եւ մաղթում եմ բոլոր երիտասարդներին, որ Սուրբ Սարգիսը նրանց հովանի լինի եւ նրանց բոլոր խնդրանքները անպայման կատարի։ Նաեւ ցանկանամ մեր բոլոր վանաձորցիներին եւ մեր հայերին շնորհավորել Տիառն ընթառաջ տոնի կապակցությամբ եւ մաղթել, որ բոլորիս ընտանիքներում Տիրի սերը եւ երջանկությունը իսկ այն երիտասարդները, ովքեր տենչում են ընտանիք ունենալ, շուտով հասնեն իրենց կեսին եւ ունենան շատ ամուր ու ամրակազմ ընտանիք։ Ներկայացվեցին պարային եւ երաժշտական կատարումներ, խոսվեց տոնի խորհրդի եւ կարեւորության մասին։ Այսքանով անակնկալները չավարտվեցին։ Ուսանողներին սպասվում էր աղեբլիթը, որն իր հետ բերելու էր Սուրբ Սարգսի կերպարանքով ասպետը, նույն ինքը Սուրբ Սարգիսը։ Սերը թռիչք է դեպի վեր, դեպի հավերժություն։ Այն բանալին է, որ բացում է մարդկանց սրտերը կյանքն իր բոլոր գույներով ընդունելու համար։ Վերջում մշակույթի կենտրոնի անդամները առանձնակի շնորհավորեցին կենտրոնի ղեկավար միջոցառման կազմակերպիչ Գայանե Հովհաննիսյանին, ցանկանալով, որ այս տարի հայտնվի նրա ձիով ասպետը։ Selena Gomez-ի Love You Like a Love Song եւ հայկական Գալիսես-ի ռադիո ռեմիքս երգն եմ կատարել։ Ես բոլորին շնորհակալություն եմ հայտնում եւ Գայանե Սերգեևնա յուրահատուկ ձևով։ Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել Վանաձորյան ողջ երիտասարդության այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ Սուրբ Սարգիսն այս տարի ձեզ բերի երջանկություն, սեր եւ վերջապես բոլոր նրանք, ովքեր դեռևս չեն գտել իրենց երկրորդ կեսին, գտնեն եւ լինեն երջանիկ, որովհետեւ ասում են, եթե սեր չկա, ինչի չարչարվեմ այս մութ աշխարհում, կգնամ հողի գիրկը խավար, կլռեմ ինչպես քարն է լռում։ Ինչպես բոլոր ազգային տոները, այնպես էլ այս տոնը մեր ինստիտուտը նշում է մեծ շուքով ու կցանկանամ ինչպես հավաքվել էինք այստեղ, մեր ամբողջ ազգը ամենքն իրենց հարազատներով հավաքվեն ու նշեն ու ցանկանում եմ այս տոնի կապակցությամբ բոլորը հասնեն իրենց երազանքներին, բոլորը այս գիշեր տեսնեն իրանց երազած մարդուն երազներում։
Արմինե Այվազյան, Կամալ Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։